Նայեք, հարսնացուն է Ռեյսման, ով արդեն 5 ամսական հղի է եւ դա օքեյ է Բալիում։ Վերջին օրերին գտնվում էի Բալիում եւ հրավիրված էի տեղացիներից մեկի հարսանիքին ու պարզվեց հարսը արդեն 5 ամսական հղի է, որը ինձ համար զարմանալի է։ Ես գտնվում եմ Բալի կղզում, Ինդոնեզիա եւ հրավիրված եմ այստեղ հարսանիքին Վաուի եւ Ռեմսիայի հարսանիքին ու ես հիմա ներս կմտնեմ, տեսնենք ինչ է կատարվում։ Հարսը արդեն եկել է, հարսիկը Ռեյսմանա։ Հեսա մի քիչ հետո հելո փեսան էլ կգա ու կսկսենք մեր հարսանիքը։ Փեսայի մայրիկից հարցրեցի, արդյոք Բալիում ընդունված է, որ հարսը պետք է հղի լինի։ Նա պատասխանեց, որ դա շատ կարևոր է, որպեսզի թե Փեսայի տանեցիները եւ թե բոլորը իմանան, որ հարսը ունակ է երեխա ունենալ եւ նույնիսկ արդեն հղի է եւ դա բոլորը տեսնում են։ Նայեք, հարսնացուն է Ռեյսման, ով արդեն 5 ամսական հղի է եւ դա օքեյ է Բալիում։ Փեսայի մայրիկը ասում է, որ դա նույնիսկ գովելի է եւ ուրախալի, որ հարսը արդեն մի քանի ամսական հղի է։ Ահա բոլորը ուրախ են, խնամիները եւ բարեկամները եկել են։ Իմ կողքին է արդեն կանգնած Փեսան, Ռեյսմայի ամուսինը Վայուն, որը որ հլնայք ինչ գեղեցիկ ակուստով ավանդական Բալի։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք ճիշտ է նման մոտեցումը։